Վերադարձանք տաղավար, իսկ հիմա խոսելու ենք մի շատ կարևոր իրադարձության մասին, որը վերջերս տեղի ունեցավ, կոնկրետ ավելի մարտի 15-ին մեր օպերային թատրոնում եղավ առաջնախաղ, բայց ոչ պատահական առաջնախաղ, այսպես ասեմ, քանի որ դա մի ֆանտաստիկ հնարավորություն էր մեր Երևանի արվեստի պետական քոլեջի համար համագործակցության տեսքով հանդես գալ ակադեմիական արդեն թատրոնի բեմում։ Այն էլ ինչ ներկայացմամբ, որը որ շատ հետաքրքիր պատմություն ունի, դեռևս 30 տարի առաջվանից սկսած մինչև այսօր նույնիսկ այն պրեմիերայի մասին ու այն ներկայացման մասին, որը որ դուք կարող եք ինքներդ այցելել ու արդեն ականատես լինել։ Երբ ամիսներ առաջ մեր եթերից նշեցին, որ սպասվում է այս առաջնախաղը, մենք էլ մեծ սիրով, ոգևորությամբ սպասում էինք, թե երբ է տեղի ունենալու վերջապես, որպեսզի թե մեծերը, թե փոքրերը գան ու վայելեն այս ներկայացումը։ Խոսքը ճպուրն ու մրջյունը բալետային ներկայացման մասին է։ Այո, Ստեփան Լուսիկյանի ճպուրն ու մրջյունը մանկական բալետային ներկայացման մասն է խոսքը, եւ հիմա մենք ունենք ֆանտաստիկ հնարավորություն խոսելու մի շատ կարևոր մարդու հետ, ով շատ հետաքրքիր տեղեկություններ է, վստահաբար եմ ձեզ ասում, հայտնելու մեզ։ Մեր տաղավարում է մեծ ուրախությամբ ասեմ Աթանաս Առաքելյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դիրիժոր, մի հրաշալի անձնավորություն եւ շատ պրոֆեսիոնալ մեր մայեստրոն։ Բարի լույս, շատ ուրախ եք ձեզ տեսնել։ Դերևս կարծում եմ որտեղից կուզեք մեր զրույցը սկսենք, այսպես արդեն։ Ես պիտի խնդրեմ ամենասկզբից, որովհետև մեր հեռուստադիտողներին բացեմ գաղտնիք, եթերը սկսելուց առաջ շատ թեժ պատմություններ էին այստեղ պատմվում եւ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողներին էլ բացենք այդ գաղտնիքը։ Սկսեմ նրանից, որ 1988 թվականին ստեղծվեց Երևանում պետական մանկական երաժշտական թատրոն, որի հիմնադիրը եւ գերարշտական ղեկավարը լուսահոգի Դավիթ Զալյանն էր, այն ժամանակ վոկալ խմբերգային երաժշտական դպրոցի ստեղծող եւ տնօրեն, որը ցանկացավ այդպես այդ դպրոցի հիման վրա նաեւ ստեղծվի մանկական երաժշտական թատրոն եւ այդ փաստը տեղի ունեցավ։ Դրանից հետո հարց առաջացավ, իսկ ինչ ներկայացումներ պիտի բեմադրվեն այդ թատրոնում երեխաների համար, չէ՞ որ մենք այդպես ցավալի է, բայց հարուստ գրականություն չունենք օպերային եւ բալետային մանկական ներկայացումների վերաբերյալ։ Եվ սկսվեցին արդեն փնտրումները։ Դրանցից մեկը նա էր, որ քանի որ մենք այդ ժամանակ խիստ սերտ համագործակցություն ունեինք ժողովրդական արտիստ, փայլուն բալետ մաստեր եւ անցյալում պարող Մաքսիմ Մարտիրոսյանի հետ, որը ղեկավարում էր խորեգրաֆիկ ուսումնարանը պետական, նա մեր բալետային մասերը, բալետային մասերը ներկայացումների միշտ հրավիրվում էր Մաքսիմ Մարտիրոսյանը։ Այդ համագործակցությամբ ստեղծվեց գաղափար։ Ստեփան Լուսիկյանը, որը այն ժամանակ երիտասարդ կոմպոզիտոր էր, շատ ակտիվ երաժշտություններ գրում տարբեր թատրոնների համար, Խամաճիկների, Պարոնյանի, տեխնիկային թատրոնի, այդպիսի մի խոսակցություն առաջացավ, որ իսկ ինչու դու չես գրում մեր թատրոնի համար, չէ՞ որ մեզ պետք են, որ այսօրվա կոմպոզիտորները ստեղծեն ստեղծագործություններ գրեն, որպեսզի մեր թատրոնում բեմադրվի։ Եվ այսպես իսկ ինչու դու չես գրում։ Եվ այդպես ծնվեց այն գաղափարը, որ Մաքսիմ Մարտիրոսյանը ասեց ճպուրն ու մրջյունը, շատ լավ վերցրու եւ սկսի աշխատել։ Ստեփանը շատ մեծ ոգևորությամբ սկսեց այնց ոնց որ կատակից շատ լրջացավ այդ խոսակցությունը եւ ասեց այո եւ դա ասեմ մի դեպ, որ դա իր առաջին խոշոր կտավի պարտիտուրն էր։ Նա միջև է շատ լավ երգերի հեղինակ, երաժշտության հեղինակ, բայց սիմֆոնիկ նվագախմբի համար խոշոր կտավ գրելը դա իր առաջին փորձն եղավ, որը ասեմ բավականին հաջողվեց եւ սկսվեցին շատ ինտենսիվ աշխատանքներ։ Զուգահեռ դա 1989 թվից էր արդեն որ սկսեցինք աշխատել։ Այսինքն 35, 36, 38 արդեն 36, արդեն 36։ Սկսեց ինտենսիվ աշխատանքները եւ այնպեսի ակտիվ
ստեղծագործական մթնոլորտ ստեղծվեց, որ մի կողմից նա գրում էր որոշ համարների երաժշտությունը ինքը գործիքավորում էր, որևէ մեկը չէ, հենց ինքը գործիքավորում էր եւ նման համարները արդեն Մաքսիմ Սահակիչը սկսում էր աշխատել դաշնամուրով։ Դրանից հետո գրվում էր պարտիտուրան, շատ արագ կերպով նվագախմբում մենք սկսում էինք արդեն դա իրականացնել։ Խոսեց զուգահեռ կոնվեյերպես աշխատանք։ Ամեն դեպքում դուք եղաք ձեր ներկայացրած նույնիսկ այս նախապատմության ոնց ծնվեց ներկայացումը 35-6 տարի առաջ, հենց առաջնախաղի դիրիժոր, այսինքն ներկայացումը դուք եք վարում։ Ու այսօր էլ արդեն գանք մեր օրեր, քանի որ ժամանակը շատ սուղ է, րոպեներ հետո 5-6 րոպեից պետք է խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, արդեն գանք նաև մեր օրեր։ Առաջնախաղ եղավ 91 թվականի ապրիլ ամսին, այսինքն 35 տարի առաջ, որից հետո ցավոք սրտի մի քանի տարի հետո դրանից մեր թատրոնը վերակազմավորվեց կամերային երաժշտական թատրոն եւ այնտեղ լրիվ փոխվեց արդեն ժանրային մոտեցումը եւ այսքան տարի պիտի չթաքցնեմ, որ 2001 թվականից սկսած ես ամեն կերպ փորձել եմ իմ կողմից անել այնպես, որ հասցնել մարդկանց, որ այդ ստեղծագործությունը ցավոք արդեն Լուսիկյանը վախճանվել էր եւ պետք էր մարդիկ համոզվեին, որ այս արժեքավոր ստեղծագործություն է եւ այն ինչ որ այսօր մեր երեխաներին, մեր պատանիներին պետք են մանկական ներկայացումներ, հենց սա փաստ է, որ մենք ունենք։ Շատ լավ օրինակ է սա։ Լավ օրինակ է եւ կարծում եմ, որ այս օրինակից հետո մեր այսօրվա կոմպոզիտորները պիտի դիմեն այդ ժանրին, որտեղ շատ կարեւոր է երեխաների եւ պատանիների գեղագիտական դաստիարակությունը, հատկապես այս օրերին, երբ որ մի քիչ նրան ավելի շատ է պետք ուշադրություն դարձնել, շատ կարեւոր է սա։ 90-ականներին մարդիկ ոտքով, երբ որ տրանսպորտ չկար, ոտքով բերում էին երեխաներին օպերային թատրոն այդ ներկայացումը դիտելու համար։ Իդեպ վերջին տարիներին կարծում դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, որ մեր թատրոնն էլ բավականին ակտիվություն է այսպես ձևավորել ու այդ նույն երեխաների հոսքը, ինչը շատ ողջունել է, թատրոնում կա։ Դեռևս վերադառնանք նորից մարտի 15, երբ որ եղավ արդեն առաջնախաղը նոր վերականգնված ու լրիվ նորովի այս ներկայացումը, ամբողջությամբ լիբրետոից սկսած, լուծումներով բեմադրական եւ ոչ միայն երաժշտության առումով ինչ-որ բաներ փոխվեցին, թե ոչ։ Չէ, երաժշտությունը մնաց նույնը, ուղղակի մի երկու համար տեղերով փոխվեցին, ելնելով նոր բեմադրությունից։ Իսկ ինչ վերաբերվում է առիթը, որը վերջապես ստեղծվեց, մեր թատրոնի տնօրինությունը իդեմս Կարեն Դուրգարյանի այսպիսի մի ծրագիր առաջարկեց եւ իրականացնում ենք հիմա բոլորս օպերային թատրոնի համագործակցություն ուսումնական երաժշտական ուսումնական հաստատությունների հետ։ Առաջինը Պարարվեստի քոլեջն էր, որ քոլեջի ուսանողների եւ աշակերտների մասնակցությունը օպերային թատրոնի, ակադեմիական թատրոնի բեմում եւ հիմա պետք է հաջորդի օպերային ներկայացում, որը դա պիտի լինի Խաղաղորձյանի շունն ու կատուն, շուտ մի քիչ ասեցի, բայց ոչինչ։ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջի ուսանողների ուժերով, այլի նույն այդ ծրագրի սահմաններում։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է եւ դա հենց ուղղված է նրան, որ մեր պատանիները եւ երիտասարդները ունենան օպերային թատրոն գալ շփվելու հնարավորություն։ Ես ինչ վերաբերում է մարտի 15-ի առաջնախաղին, ես առանց համեստությունը, այսպես ասեմ, համեստություն չանեմ, բայց ներկայացումին շատ դուր եկավ Հանձինս բեմադրությունը, որը իրականացրեց Դավիթ Գալստյանը, բոլորիս համար դա շատ լավ անակնկալ էր եւ լրիվ նոր պատկերացում, լրիվ նոր անկյունից տեսանք այդ ներկայացումը, երաժշտությունը եւ այն ինչ որ աշակերտները եւ ուսանողները քոլեջի բեմի վրա անում էին, ես ուղղակի ապշած էի, որտեվ երկար տարիներ համագործակցելով բալետի հետ, ես տեսնում էի համարյա թե նույն էլեմենտները այնտեղ երեխեքն են անում, ինչ որ մեր պրոֆեսիոնալ պարողները, այնպես որ մակարդակը կարծում եմ, որ շատ բարձր է եւ ներկայացումը շատ մեծ հաջողություն
ունեցավ եւ շարունակությունը կունենա, կարծում եմ, թե երկար։ Մենք էլ վստահաբար, մենք էլ առիթից օգտվելով եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք այդ մեծ թիմին, որոնք որ մեծ աշխատանք արեցին, Հանձինես, ինչպես նաեւ դուք նշեցիք, մեր մայստրոյի Կարեն Դուրգարյանի, որովհետեւ նրա նախաձեռնությամբ հնարավորություն տրվեց մեր Արվեստի քոլեջի սովորողներին, ուսանողներին հանդես գան ակադեմիական թատրոնի բեմում, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվեց, նաեւ մնացած բոլոր փորձավարներին, աշխատողներին, նույն Դավիթին Գալստյան բեմադրող բոլորին, որտեղ մեծ թիմ է աշխատել, բոլորը կեցեն, առաջնային իմ ուրախությունը նրան մեր կանում, ինչպես դուք նաև նշեցիք, մեր երեխաները, որ ունեցան այդ հնարավորությունները, փորձը մեր ակադեմիական բեմում ելույթ ունենալու, ինչը շատ տպավորիչ է։ Շատ շնորհակալություն, մենք վստահ ենք, որ այս ներկայացումը դեռ երկար կապրի մեր խաղացանկում, որտեղ դուք էլ սիրելիներս կարող եք անպայման հետևել թատրոնի խաղացանկային ներկայացումներին եւ այնտեղ գրեթե միշտ ցերեկային ներկայացումներ, դա էլ ենք մտածել ձեր մասին, որպեսզի ավելի հարմար լինի։ Տոմսեր ձեռք բերեք ու ավելի լավ պատկերացրեք, թե ինչի մասն էր այսքան խոսքն ու պատմությունները։ Եվ իհարկե շտապ եք ձեռք բերել այդ տոմսերը, որպեսզի դիտեք ճպուռն ու մրջյունը եւ հետո միասին կսպասենք շունն ու կատուն ներկայացմանը, որովհետեւ դրա մասին արդեն խոսել ենք մեր եթերում։ Շնորհակալ ենք Անչափ, որ առավոտը մեզ հաճելի զրույցի ու կարևոր զրույցի համար։ Սիրով, միշտ սիրով, իսկ հիմա ձեզ լավ օրենք մաղթում, իսկ հիմա մեր խոսքը պետք է շտապենք փոխանցել մեր գործընկերներին, ովքեր որ պետք է ներկայացնեն օրվա լրացուցը։